Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկումը լի է լինելու սիրային, ընտանեկան և քրեական այնպիսի բուռն զարգացումներով, որոնք պարզապես անհնար է բաց թողնել։ Սերիալում յուրաքանչյուր հերոս հասել է մի կետի, որտեղ կայացված որոշումներն այլևս անդառնալի են։ Ամեն ինչ սկսվում է Ավոյի հերթական լկտի և չմտածված քայլից։ Նա կարծես ոչինչ չի պատահել, ծաղկե փնջով ու քաղցրավենիքով զինված մտնում է Օլգայի տուն։ Բայց նրա բախտը չի բերում, քանի որ Օլգայից բացի տանն են գտնվում նաև Վովան ու Լեոն։ Տեսնելով Ավոյին, Վովան իսկական կատաղության մեջ է ընկնում և անմիջապես հարձակվում է նրա վրա, որպեսզի հերթական անգամ դաժան ծեծի ենթարկի իր ընտանիքը քանդող այս մարդուն։ Սակայն Լեոն թույլ չի տալիս, որ արյունահեղություն լինի։ Նա ամեն կերպ փորձում է հանգստացնել իր ընկերոջը, բռնում է Վովային, իսկ հետո Ավոյին քարշ տալով դուրս է հանում տանից։ Դրսում Լեոն փորձում է մարդկային լեզվով բացատրել Ավոյին, որ նա պետք է ընդմիշտ հեռու մնա Օլգայից, բայց Ավոն կտրականապես հրաժարվում է ոչ միայն լսել, այլև հասկանալ։ Նա ամբողջ լրջությամբ հայտարարում է, որ ինքն իսկապես սիրահարվել է Օլգային և վերջ։ Մինչ դրսում Ավոն արդարանում է, տան ներսում իսկական կործանարար փոթորիկ է պայթում։ Վովան, ով արդեն հոգնել է այս ստերից ու անորոշությունից, ահավոր զզվանքով և կոշտ տոնով խոսում է մոր հետ։ Նա նայում է Օլգայի աչքերին ու ասում ամենացավոտ բառերը։ Նա ասում է, որ խորթը երբեք ոչ մի դեպքում հարազատ չի դառնա։ Այս խոսքերը հնչում են որպես մահավճիռ Օլգայի համար։ Նա ապշում է, հայտնվում է կատարյալ շոկի մեջ և ահավոր ցավ է ապրում, բայց Վովան չի կանգնում։ Հաջորդ առավոտյան, երբ նա արդեն լիովին սթափված արթնանում է խմիչքի ազդեցությունից, Օլգան կրկին բացում է այդ ցավոտ թեման, հույս ունենալով, որ որդին կփոշմանի։ Սակայն Վովան սառնասրտորեն պատասխանում է, որ ինքը հիմա էլ է նույնն ասում, իր կարծիքը չի փոխվել և անտարբեր դուրս է գալիս տանից։ Եվ այստեղ մենք տեսնում ենք էգոիստ Օլգայի իրական դեմքը։ Նա այսքանից հետո էլ չի հասկանում, որ փաստացի արժանացել է իր որդու ատելությանը և որ վաղուց արդեն եկել է ճշմարտությունը բացահայտելու ժամանակը։ Եթե Օլգան ի սկզբանե ազնիվ գտնվեր և ամեն բան պատմեր Վովային, ապա խնդիրներն այսքան չէին խորանա, իսկ որդին էլ նրան անսահման շնորհակալ կլիներ իրեն մեծացնելու համար։ Բայց հիմա, երբ անխուսափելիորեն պարզվի ողջ ճշմարտությունը, Վովան երբեք չի ների մորը այս կենսական գաղտնիքն այսքան երկար ժամանակ թաքցնելու և իրեն հիմարեցնելու համար։ Իսկ հիմա անցնենք մաֆիոզ կլանների արյունալի բախմանը։ Ինչպես և մենք հստակ կանխատեսել էինք մեր նախորդ տեսանյութում, Հունանը գործի է դնում իր ողջ ուժը։ Նա իր մարդկանց հանձնարարում է գտնել ու անմիջապես իր մոտ բերել Արտյոմին։ Հունանը շատ հեշտությամբ իր կապերի միջոցով պարզում է Իննայի գտնվելու վայրը։ Նա գնում, ազատում ու փրկում է կնոջը, բերելով նրան ապահով տուն։ Իսկ ահա Արտյոմին նրա թիկնապահները նետում են Հունանի առանձնատան մութ նկուղը։ Հունանը լի է վրեժով և պատրաստվում է անձամբ սպանել Արտյոմին։ Իննան, հասկանալով, որ այս անվերջանալի արյունահեղությունը կարող է կործանել բոլորին, լացելով խնդրում է ամուսնուն նման բան չանել, սակայն Հունանը բացարձակապես ուշադրություն չի դարձնում նրա խնդրանքներին։ Զուգահեռաբար, իմանալով Հայաստանում տեղի ունեցող այս սարսափելի իրադարձությունների, պայթյունների և առևանգումների մասին, Գրիշոն հասկանում է, որ այլևս չի կարող մնալ հեռվում։ Նա Լեային հրամայում է անմիջապես տոմսեր գնել, որպեսզի վերադառնան Հայաստան։ Ընդամենը 2 օրից քույր և եղբայր վերադառնում են, բայց նրանց հետ է նաև աներես Մաշը, ով ոչ մի կերպ չի պոկվում Գրիշոյից։ Երբ Մանանն իմանում է այս մասին, նա հայտնվում է ծանր հոգեվիճակում։ Նա ահավոր նեղվում ու կոտրվում է, գիտակցելով, որ այս ողջ ընթացքում, երբ ինքը տառապում էր երեխայի կորստից, Մաշը եղել է Գրիշոյի կողքին։ Բայց այս համատարած ցավի ու դավաճանությունների մեջ մենք ունենք նաև շատ լուսավոր և սպասված իրադարձություն։
Լեան և Լեոն վերջապես հանդիպում են։ Նրանք չեն կարողանում թաքցնել իրենց կարոտը, և հենց Լեայի խիզախ որոշմամբ այս սիրահար զույգը վերջապես հաշտվում է, հույս ներշնչելով, որ սերը կարող է հաղթահարել անգամ ամենադաժան պատերազմները։ Իսկ դուք ինչ եք կարծում, հարգելի հետևորդներ, երբ Վովան վերջապես իմանա, որ ինքն իրականում Սարգսյանների որդին է, արդյոք ընդմիշտ երես կթեքի Օլգայից։ Եվ ինչ դաժան վախճան է սպասվում Արտյոմին Հունանի նկուղում։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանություններում և իհարկե չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին առաջինը տեղեկանալու համար սերիալի ամենաթեժ զարգացումներին։ Կհանդիպենք շատ շուտով։